Անցած դասին ինչ էինք դրել նայում, դրել նայեցինք ծռի հետ էս մեր մոմը, method of moments-ը։ Լավ բան է, բայց դա մի քիչ ավելի տուզիկ բան է, եթե համեմատենք իրան իրա մեծ ավագ ընկեր maximum likelihood estimation-ի հետ, որտեղ որ մենք ասում էինք դե օքեյ, լավ, որոշել ենք, որ պետքա ընտրենք ինչ որ այսպես բաշխում, ասենք, չգիտենք միջինը, գիտենք վարիացիան, հիմա հասկանանք այս իրան ուր դնենք, որպեսզի մեր ունեցած այս կետերը տեսնելու հավանականությունների արտադրյալը կամ իրանց joint distribution-ը, կամ եթե իրան նայենք որպես պարամետրից ֆունկցիա իրանց likelihood-ը մաքսիմալ լինի։ Այդ մեր maximum likelihood estimation-ն էր։ Այս ոնց որ մեր ավանդական լավ ուժեղ մեթոդներ, estimator-ներ կառուցելու ու գիտենք, որ ինքը տենց բավականին հաճելի լավ estimator-ներով, լավ հատկություններով estimator-ներ է տալիս, շատ լավ MSE loss ու consistency դուդի-սուդի, ընտիր բաներ, հիմա ինչով կարանք իրան ընդլայնենք, այսպիսի մի հարց կարա առաջանա։ Ու մեկ էլ նաև տեսել ենք իրա միացումը մեքենայական ուսուցմանը, որտեղ որ ասում ենք, եթե ենթադրում ենք գաուսյան աղմուկ ունի մեր սխալանքները, այդ սյուժետով նորմալ բաշխման հետ բան անելը, maximum likelihood estimation անելը համարժեք է լինում միջին քառակուսային շեղում նվազեցնելուն։ Այնտեղ Bernoulli-ին կապում էինք cross entropy-ի հետ։ Ու տենց։ Բայց հիմա ինչ կարանք անենք, որ իրա մեջ մտցնենք նաև որոշակի նախնական գիտելիք։ Օրինակի համար, եկեք ոնց որ ընդհանուր սյուժետը եթե ասենք, maximum likelihood estimation-ի մեջ մենք ասում ենք մաքսիմիզացրու ես իմ դատան տեսնելու հավանականությունը ինչ որ թետայի համար։ Ու ստեղ ման էին գալիս լավագույն թետա։ Հիմա իսկ ինչ եթե մենք ունենք արդեն ինչ որ տվյալներ։ Այլ կերպ ասած ունենք ինչ որ հավատք դեպի հավատք բառը մի քիչ վատ թարգմանություն է belief-ին, ինչ որ շատ կրոնական բանով է գնում դեպի, բայց ունենք ինչ որ նախնական կարծիք, եկեք այտենց ասենք։ Ինչ օրինակ կարա լինի այտենց հեշտ, Պարանք պատկերացնենք օրինակ ինչ որ մի հատ բան վիրաբույժ 3 հատ վիրահատություն է անում, 3-ն է հաջող։ Հիմա կարանք ասենք, որ ըստ տվյալների, եթե ուղղակի maximum likelihood estimation-ի մոտեցումով գանք, մենք կգնահատենք, որ իր ճշտությունը 100% է, այսինքն իդեալական անոմա։ Բայց մենք մարդ լինելով գիտենք, որ ախր ոչ մեկ էլ իդեալական չի, էլի, հաստատ իդեալական չի իր բանը։ Հիմա ո՞նց կարանք այդ մեր նախնական գիտելիքը, որ ոչ մի վիրաբույժ էլ իրական իդեալական չի, ո՞նց կարանք այդ մեր գիտելիքը բերենք, այսինքն ներմուծենք այս մեր համակարգի մեջ, որ ստանանք ավելի ռեալիստիկ գնահատական, ոչ թե ստանանք 100%, այլ ստանանք, ասենք 99%։ Այսինքն հիմա մեր սաղ այսօրվա խնդիրը լինելու է նախնական գիտելիքները, ասենց բերել, խցկել maximum likelihood estimation-ի process-ի մեջ։ Դրանով ստանալու ենք maximum a posteriori-ին, այդ posterior հիմնականում նշանակում է այդ post հետո, ինչ որ բանից հետոյի օրի մաքսիմիզացիա։ Մի քիչ բառերով լավ չստացվեց, բայց հեսա կամած կգանք։ Այս մեր այսօրվա այն ամենահիմնական հարցն է լինելու։ Ոնց ենք իրան մոտենալու, սկզբում ուղղակի Բայեսի թեորեմն ենք վերհիշելու։ Բայեսը մեր աստվածն է, երբ որ գալիս է հավատքներ թարմացնելուն, էլի։ Բայեսի թեորեմն ենք տեսնելու, հասկանանք ոնց է սրա մեջ մտնում, մի քիչ խոսանք prior posterior գաղափարների մասին, մի հատիկ օրինակ նայենք ու իրան բերենք կպցնենք մեքենայական ուսուցմանը, նայելով overfitting-ի ու ռեգուլարիզացիայի գաղափարների հետ կապը։ Մենք հələ հստակ լավ չենք անցել, թե ինչ են overfitting-ը, ռեգուլարիզացիան, բանման, իրենց շոշափել ենք մաթեմի խնդիրներ անելու ժամանակ, բայց ոչ տեղին։ Դրա համար այսօր մի քիչ տենց ավելի բան դասա լինելու, էլի։ Հիմա ինչ որ բաներ նախնական գլխում դնենք, հետո ML անելուց անցնենք, sense միանգամից գմփ լինի, ասի, մի վարք մենք էսի արել ենք։ Մոտավորապես այսպես մոտեցումով ենք շարժվելու։ Հիմա դե մեր սիրելի Թոմասի թեորեմը։ Ինչ էր ասում մեր Բայեսի թեորեմը։ Այժմ եկեք մի հատ օրինակով, եթե նորից իրեն մի քիչ ավելի հստակ բերենք, մենք հիմա ունենալու ենք, մի քիչ տերմիններով եթե խոսանք, մենք ունենալու ենք մի հատ prior։ Prior-ը մեր նախնականն է։ Նախնական հավատքը օրինակ լինելու է, որ միջինում
Վիրաբույժը 85% դեպքերում հաջող է լինում։ Այս մեր նախնական գիտելիքն է։ Կարող է մտել ենք, Google-ել ենք, ասել ենք կամ hey ChatGPT միջինում ինչքան է բան։ Ինչ որ մի տեղից վերցրել ենք sense նախնական գիտելիք։ Հələ չեն գնացել այդ վիրաբույժի հետ ուսումնասիրում էր, սկզբնական baseline, մի հատ լավ անգլերեն բառ կա, հայերեն չգիտեմ ոնց ասեմ։ Հիմա գնացել ենք ու ճշտել ենք արդեն կոնկրետ այս մեր բժիշկի մասին, իմացել ենք, որ ինքը 3 անգամ է վիրահատությունները, 3-ն էլ լավ է արել։ ML-ին մեզ տալու է 3/3, ասելու է 1։ Այս հաստատ ձև չի։ Հիմա մեր սա խնդիրն է գալու ասել այս prior-ին գումարել այս մեր ունեցած դատան ու ստանալ մի հատ նոր պատասխան։ Օրինակի համար, եթե 0.75 էր ստեղ 1 էր, ստանանք ասենք դե ինչ որ 0.9 օրինակ, էլի։ Հիմա թե ինչքան դեպի սրան կքաշվի, ինչքան դեպի սրան կքաշվի, այդ արդեն կախված է հստակ պարամետրերից, բայց այդ կլինի մեր ինչ որ Bayesian պատասխանը, ասենց ասած, էլի։ Ինչի Bayesian, որտեվ մեր սիրելի Bayes-ի բանաձևը հենց դրա մասին էր խոսում, չէ՞։ Մենք կարող ունենանք ինչ որ P թետա հավա, բան, P թետա կարծիք ունենանք, հետո երբ որ տվյալներ տեսնենք, մեր տվյալները կսարքեին ստեղ արդեն կներ P թետա տված պայմանական հավանականություն, եթե տեսել ենք այս տվյալները։ Մենք ըստ տվյալների պետքա թարգմանենք մեր հավանականության գնահատականը, չէ՞։ Ուստեղ գալիս էր մեր մոտ ավանդական Bayes-ի բանաձևը, ով որ մոռանում է, կարաք մտքում ոնց որ խաչաձև բազմապատկեք, տեսնեք որ թետա դատա անգամ դատա, նույնինչ դատա թետա անգամ թետա, սիմետրիա։ Այստեղ ով է։ Եկեք մի հատ ամեն մեկին անուն տանք մի քիչ ավելի մանրամաս։ Մինչև տվյալներ տեսնելը ամենանախնական մեր կարծիքը կոչվում է prior։ Prior հենց նշանակում է նախնական։ Նախնական ոչ թե իհարկե ինտեգրալի նախնական իմաստով, այլ մինչև, ասենց ասած։ Սա մեր prior-ն է։ Այս երկրորդ ընկերը P data տրվածա թետան։ Այս մեր նախորդ դասի հերոսն էր։ Այս մեր likelihood-ն է։ Ինչքան հավանական է մեր տվյալները ինչ որ թետա պարամետրի դեպքում։ Հետո մենք ի վերջո պետք է ստանանք այս մեր posterior-ը, հակառակը սրա։ Ինչքան հավանական է թետան, եթե տեսել ենք այս տվյալները։ Ու մի հատ էլ այս արանքում մնում է մի հատ P data հայտարար, որին որ տենց evidence կարանք անվանենք որպես, բայց ինքը իրականում ուղղակի ինքը ստեղծված է անտեսվելու համար, էլի, իրան շատ դաժան ճակատագիր է հասել։ Որտեվ նայեք, այստեղ ինչքան ման գանք, ինչքան զում անեմ, ոչ միտեղ թետա չկա այս բանաձևի մեջ։ Իսկ մենք որ թետայի հետ կապված ենք մեր գործերանում, ստացվում է ինքը դառնում է ուղղակի կոնստանտ։ Իսկ կոնստանտներին ինչ ենք ասում, ասում ենք, այս դուրնա կոնստանտներ գնացեք։ Դրա համար իրան ուղղակի միշտ շպրտում ենք ու արդեն էական չի դառնում, էլի այս ամեն ինչը։ Մենք հաճախ նաև sense գրում ենք posterior-ը անվերջի նշան ծերը մոռացած likelihood անգամ prior, այսինքն այս անգամ է սա գցում ենք։ Ու այսա proportional-ի նշանն է։ Proportional նշանակում է այսինքն բան, ուղիղ համեմատական լավ, ուղիղ չասեմ։ Այսինքն ուղղակի ինչ որ անգամ 3, անգամ 4 այդ մասը գցում ենք ընկով, մեզ դա կարևոր չի, ուղղակի ասում ենք իրար համեմատական են, սա մեծանա են մեծանում։ Երկուսի օպտիմումները նույնն են, բանն։ Ось մեր սախ ունեց այս մեր համար կարևոր 3 ինգրեդիենտներն են։ Կա մեր prior-ը, տեսենք, կոպեկները հիմնականում բան արդար են։ Հետո կարող է կոպեկը գցենք, տեսնենք 7 անգամ ղուշ ընկավ 10-ից։ Մեր եզրակացությունը կլինի, որ երևի կոպեկը մի քիչ ավելի անարդար է։ Հետո տենց։ Այն բաշխումների դասին մի հատ բաշխում կար, որը որ տենց լավ ահագին կարևոր ու հաճախ հանդիպող աստ է, որին որ տենց առանձնապես ակնարկ չէր արվել։ Իրա անունն է բետա բաշխում։ Իրա բանաձևը մի քիչ վախենալու է։ Այստեղ իրա խտության ֆունկցիան է x-ի ալֆա մինուս 1, 1 մինուս x-ի բետա մինուս 1 բաժանած b ալֆա բետա, ու այս b ալֆա բետան ինքը ինտեգրալ 0-ից 1 t-ի ալֆա մինուս 1, 1 մինուս t-ի բետա մինուս 1, dt, էդ էլ նույնն է ինչ գամա ալֆա, գամա բետա բաժանած գամա ալֆա գումարած բետա։
Եթե մի քիչ խորանանք, լավ ինտուիտիվ բաներ կա իր մեջ, բայց մի քիչ ավելի խորը անալիզա, քանց նախատեսում ենք։ Քանց մեզ այս պահին ակտուալ է, բայց դեռ իրանք տենց հավես ձևերով կախված են։ Օրինակ այս գամմա ալֆան կախված է օրինակ բանի հետ, ֆակտորիալ հաշվելու հետ։ Ասենք, եթե մտածեք ոնց է կարելի 3.5-ի ֆակտորիալ հաշվել, այդ գամմա ֆունկցիան այդտեղ կարա գա, մեզ լավ օգնի։ Բայց մի խոսքով, մեզ այս շատ ինչն է հետաքրքիր, որ ինքը երկու պարամետրանոց բաշխում է, ալֆա ու բետա ունենք այդտեղ։ Ու իրանով կարանք ստանանք լիքը տենց ակտուալ բաներ։ Օրինակի համար բետա 1.1-ը այդ ուղղակի յունիֆորմ բաշխում է, այսպես ուղիղ։ Հավասար պարամետրերով ալֆան ու բետան նույն թվերը դնելով սիմետրիկ բաշխում ենք ստանում։ Կարանք իրան ոչ հավասար պարամետրեր դնելով քաշենք դեպի ձախ, քաշենք դեպի աջ։ Ինքը տենց լավ հարմար հաճելի ֆունկցիա է։ Ու իր բանաձևն էլ նեցա, որ ինքը մեկ-մեկ տենց լավ հաճելի գնում է բինոմիալի հետ միասին։ Այնտեղ հեսա կտեսնենք conjugate prior բանման գաղափարներ, կարճ ասած, այս բետա բաշխումը հաճախ հանդիպում է Բայեսյան գործեր անելուց։ Դրա համար մի հատ թեթև իրան ակնարկան ենք էլի այստեղ։ Իրա մոմենտներն են միջինը ուղղակի ալֆա բաժանած ալֆա գումարած բետան է, ու այս ալֆա գումարած բետան ինչքան մեծ է, այնքան ինքը ոնց որ sense կենտրոնացված լինի, էլի։ Այս մի քանի հատիկ էլ օրինակներ, նայեք 5-5-ը ավելի sense բան է, էլի, ավելի կոնցենտրացվածն է երևի ամենալավ բառը, ավելի sense ճզմված են գալիս մեջտեղի մոտ, էլի, չեն սփռվում, sense տափակ չի։ Երկուսն է տափակ են, բայց դե մի քիչ ավելի քիչ, էլի։ Հայկ ջան, իսկ Խնդրեմ։ իսկ սրա սիգման ինչի է հավասար։ Ալֆա անգամ բետա բաժանած ալֆա գումարած բետայի քառակուսի ալֆա գումարած բետա գումարած 1, ոնց որ թե sense, ոնց որ լատեխի կոդով է տվել, փորձում եմ միանգամից նայելով թարգմանել, ոնց որ թե այսպես մի բան։ Այս իհարկե լավ պատասխան չի, բայց այլավ է, հետո հանգիստ ուղղակի նայենք հենց բանաձևը ինչ էր։ Ինչ որ տենց սուպեր տպավորիչ բան չկար էլի, բայց որ արժանի լինի տենց հատուկ նշելու, ինչքանով որ ես եմ հիշում։ Բայց տեղին հարց է, ամբողջականության համար պետք է ներառեի։ Ու մոտ որ Բետա էկրան։ մի բան հարցնում ես, բետա բացման գաղափարը ուղղակի նո sense բերեցինք, որ իր այդ ինչ-որ աշխատանք պետք է կատարենք, չէ՞։ Հա, իրան հեսա տեսնելու ենք, որ երբ որ բան ենք անում, այս Բայեսյան գաղափարով ոնց որ մի հատ կոնցեպտ է լինելու, որ ինչ որ prior-ներ երբ որ ընտրում ենք, posterior-ը ստանում ենք նույն ընտանիքից բան, ու այդ շատ հաճելի է, էլի, այդ ժամանակ ասում ենք, որ ինքը conjugate prior է։ Այսինքն մենք բռնեցինք այս մեր տվյալների նախնական պատկերացրածին ավելացրեցինք ըստ տվյալների տեսածը ML-ին ու ընտանիքը չփոխվեց։ Այդ ընտանիք չփոխվելու գաղափարը, որտեղից որ գալիս էր, այդտեղ մնաց ուղակի պարամետրերը փոխվեց։ Այդ հաճախ լինում է, երբ որ մեր prior-ը լինում է բետա բաշխումը, հենց էլի։ Իրան է դրա համար մենք բերեցինք ստեղ, էլի, ու դրա համար ինքը շատ է օգտագործվում Բայեսյանում։ Հա, ու հա, ոնց որ այստեղ էլ է կակրած լավ նշած բաները, որ ինքը 0-ից 1-ի վրա լավ սահմանված է, շատ ճկուն է, այսինքն կարանք sense լավ տարբեր պատկերներ իրանով ստանանք, էլի։ Ու բինոմիալին conjugate է։ Այդ հեսա կտեսնենք։ Եկեք գանք մի հատ օրինակով անցնենք առաջ։ Նայենք օրինակ վերցնենք բետա բաշխում 5-5 պարամետրերով։ Այսինքն իր բանաձևը կլինի, ստեղ մեր բանաձևում է p ալֆա մինուս 1, 1 մինուս p բետա մինուս 1 բաժանած b ալֆա բետա, այս b ալֆա բետան ինքը ի վերջո թիվ է ուղղակի լինելու, էլի։ Այս ինտեգրալը պետքա բռնենք, հաշվենք, ստանանք ինչ որ արժեք թիվ է։ Ուղղակի թվային արժեքները մեր մոտ գալու են այն evidence-ի կտորի մեջ, ուղղակի sense լղոզվեն գնան ու իրանց անտեսել են։ Դրա համար կարանք ստե ուղղակի գրենք ոչ թե հավասար է, այլ պրոպորցիոնալ է, համեմատական է p-ի 4 անգամ 1 մինուս p-ի 4-ին։ Հիմա սա մեր նախնական հավատքը կլինի, թե այն ինչ մտածում ենք, թե տվյալները որտեղից են գալիս, էլի։ Ու հիմա եթե կոպեկը գցում ենք 10 անգամ ու 7 անգամ ղուշը անգնում, այդ դեպքում էլ արդեն մեր
Բինոմիալ բաշխումով գալու ենք, որ բանի, չէ՞, p-ի 7 1 մինուս p-ի խորանարդի։ Հիմա ինչ է լինելու posterior-ը, posterior-ը լինելու է այս երկուսի արտադրել, այսինքն p-ի 7 1 մինուս p-ի խորանարդ անգամ p-ի 4 1 մինուս p-ի 4, ու սա գալու է դառնա p-ի 11 անգամ 1 մինուս p-ի 7։ Ինչը կարանք ճանաչենք, որ այս բանաձևով տեսք է, այսինքն ըստ էության սա ուղղակի բետա 12, որտեղ մինուս 1 ենք անում 5, այս բաշխումն է գալիս։ Այսինքն մենք սկզբում մտածում ենք, որ ինքը 5-5 տեսքով բաշխումից է գալիս, 5-5 արգումենտներով բետա բաշխումից է գալիս, այսինքն ինչ որ բանից։ Հետո 7 անգամ կոպեկ գցեցի, 10 անգամ կոպեկ գցեցինք, 7 անգամ բուշ ընկավ, ու ստացանք, այսինքն իրան շեղեցինք դեպի ավելի բարձր հավանականություններ։ Այդ դրանով թարմացրեցինք մեր կարծիքը։ Բայց էլի մնացինք բանի կոնտեքստի մեջ։ Բետա բաշխման մեջ մնացինք էլի կրկին։ Այստեղ ուղղակի էքսպոնենտները գումարեցինք, էլի։ Ուհա, ուստեղ էս մեր բետա բինոմիալ զույգը կոչվում է conjugate prior։ Հալքան ես չհասկացա conjugate կոնկրետ ինչ է։ Conjugate-ը նշանակում է, որ բան է լինում, նույն ընտանիքից են գալիս։ Այսինքն այդի sense-ս, հա, այստեղ մի քիչ բան շփոթացնող է, այստեղ ունեինք բետա բաշխում, չէ՞։ Հեսա մեր բետան էր։ Սա կոպեկ ենք գցում ուժգիր, սա բինոմիալն էր։ Բետա ու բինոմիալը միասին տվեցին էլի բետա, չփոխվեց ընտանիքը։ Այսինքն բինոմիալը բետային գալիս է ուղղակի ոնց որ բետան սկզբնական մեր ընտանիքը, որ բետա ընտանիքից սկզբնական մեր հավատքը, որ բետա բաշխումից է լինում, այս բինոմիալը որ գալիս է, չի խանգարում, սենց ասում, չէ, գիտես ինչ, արի դու դարձի ուրիշ բաշխում, կամ արի դու դարձի ինպես։ Ինքը գալիս է սենց ոնց որ մի քիչ ընկերական տերմիններով ասում, բայց ոնց որ գա ուղղակի օգնի իրան, էլի, ասի ես քեզ կօգնեմ, դու մի քիչ փոխվես դեպի ճշմարտություն, ոչ թե կասեմ հավատա նենց ոնց ես եմ հավատում։ Բաշխումը էլի մնում է նույն ձև ոնց կար, ուղղակի թարմացված ու ավելի ճշգրիտ, իրավիճակը ավելի լավ նկարագրող պարամետրերով։ Այսինքն բետան դարավ այսինքն բետա, բայց ինքը մնաց բետա։ Այսինքն բետա ու բինոմիալ միավորելը թողեց բաշխումը բետայով, երբ որ բաշխումի ընտանիքի փոփոխություն չի լինում, ասում ենք, որ այդ զույգը սիրալի զույգ է, այդ սիրալին անգլերենով conjugate ենք ասում, էլի մոտավորապես։ Հա, ուստեղ ըստ էության կարելի է նաև մի քիչ սամ վեգնամանել որպես այս կոնտեքստում ոնց որ մենք որ ասցինք 7 հատ ղուշ է անգել 3 հատ գիր ու արդյունքը եղավ որ ուղակի ստեղ բան արեցինք այս 4-4-ին գումարեցինք 7 ու 3-ը սա ոնց որ նման լիներ նրան որ ի սկզբանե ասենք մենք տեսել ենք ոնց որ արհեստական տվյալներ ոնց որ ավելացրած լինենք էլի ստեղ այն կոնտեքստով որ ուղակի այս կան ու n-կան եկան բետային գումարվեցին իրենց կարանք անվանենք որպես pseudo observation-ը ուղակի տեսած արժեքն է էլի pseudo observation-ներ այն կոնտեքստով որ ոնց որ ասենք ենթադրենք որ մենք սկզբնական տեսել էինք ալֆա -1 հատ ղուշ ու բետա -1 հատ գիր հետո այս բետա 5-5-ը կասի ես տեսա 4 հատ ղուշ 4 հատ գիր գումարային կստացվի որ տեսել ենք 7 հատ ղուշ 3 հատ գիր ու հա այս հա ներողություն հետո կստացվում է որ միասին ամեն ինչը եղավ ստեղ 7 4 11 ղուշ 8 գիր 18 հատից Էդ էլ բետա 12 8-ն է լինում, էլի։ Մի քիչ խառը ասեցի։ Բայց հա, նաև կարելի է այդ իդեայով մտածել, էլի։ Ոստեղ արդեն էլ հաշվարկային բաներ որպես այդպեսին չի մնում, էլի, ուղղակի արգումենտներ են գումարում իրար։ Սա մի քիչ վանիլային լավ ընտրած օրինակ է, բայց կարևորը գաղափարն է, էլի, այս ամեն ինչի մեջից։ Այստեղ մի քանի հատ էլ տենց սիրալիր զույգերի օրինակներ է դրած Պուասոնը ու գաման, նորմալը ու նորմալը, էքսպոնենցիալը ու գաման, տեղերով փոխվենք էլի ստացվում է
Այս եթե կուզեք կարեք հետո մի քիչ ավելի մանրամասն նայեք, բայց շատ էական չի։ Մեկ էլ ստեղ էական չի, թե ինչ որ քանի քայլերով կանենք, էլի, օրինակ կարանք սկզբնական ինչ որ պատկերացում հավատք ունենանք, հետո ինչ որ տվյալներ տեսնենք, մեր հավատքը դրանից թարմանա, հետո հաջորդ օրը ինչ որ ուրիշ տվյալներ տեսնենք, ըստ դրա մեր հավատքը նորից թարմանա։ Այդ նույնը կլինի նրան, որ ասենք ուղղակի այս տվյալները միասին նույն օրը տեսնենք ու այսպես թարմացնենք մեր ընտանիքը, այստեղ այս հերթականությամբ թարմացումները նույնն են ինչ ուղղակի միանգամից թարմացում կամ ճիշտ կլինի ասել ոնց որ օրինակ փոխած հերթականությամբ թարմացում նաև հեսա կտեսնենք ոնց ենք այս անում ինչ որ ավելի իրական օրինակներով հա օրինակ եթե conjugate չեն լինում կարող է ինչ որ տենց սիրուն closed form այսքան անալիտիկ լուծում չունենանք դե բայց էմելի ժամանակ էլ էր չէ որ կարող է սիրուն անալիտիկ լուծում չլիներ Թութու բարեբախտաբար օպտիմիզացիա գիտենք։ Կարանք ուղղակի խնդիրը դառնում է ոնց որ մաքսիմում գտնել, էլի։ Ու նաև իրականում, երբ որ ունենք p թետա տված է դատան, մենք նաև կարանք փորձենք այս թետայի համար մի ամբողջ բաշխում գնահատել, էլի, դատայից ինչ որ պատահական կետեր վերցնելով, ինչ որ ձև sample անելով կետեր, գնահատենք ամբողջ այս posterior բաշխումը։ Սա իրականում նաև տենց ինչ որ ահագին հետարքիր հետազոտական ճյուղ է, էլի։ Երբ որ օրինակ ասում ենք, չգիտեք ինչ նեյրոնային ցանց որ սարքել ենք, այդ նեյրոնային ցանցի պարամետրերը ոչ թե ասենք 5, 4, 3-ն են, այլ նեյրոնային ցանցի պարամետրերն են ինչ որ նորմալ բաշխում 5, 4, 3 արգումենտներից եկող։ Ոստեղ մենք ասում ենք, ուրեմն լավ, հիմա եթե բաշխումի հետ գործ ունենք, այսինքն ոչ թե ունենք մի հատ հստակ ֆիքսած թետա, այլ ունենք ինչ որ ընտանիք, որից գալիս է թետան, կարող է այդ ժամանակ օրինակ գուշակությունները ավելի ստաբիլ լինեն կամ ավելի լավը լինեն նույնիսկ ինքը ոչ տենց շատ տարածված, բայց հետարքիր ուսումնասիրության ճյուղ է նաև, էլի օրինակ ստանդարտ հիմնականում ուղղակի ֆիքսած մի հատ թետա ենք ունենում, բայց թետային որպես posterior մոտենալը հավես բան է։ Հա, ու հա, ու ոնց որ այդ իրականում ուժեղ կետ է, էլի, որ ինքը մեզ տալիս է ոչ թե մի հատիկ ուղակի կետիկ, այլ պոտենցիալ ամբողջ բաշխում, էլի։ Օրինակի համար, եթե ասենք տվյալներ ունենք, կարող գտնենք այս գիծը, ասենք այս գիծն է լավագույնը նկարագրում այս տվյալները, բայց գուցե ավելի ուժեղ լինի ասել, չգիտեք ինչ, այս գիծն է մի 50%-ով, վստահ եմ, կարող է մի 20%-ով մտածում եմ այս գիծն է, մի 30%-ով է մտածում եմ այս գիծն է, այսպես մոտենալ օրինակ ու գուշակություն անելուց 3-ի համար էլ հաշվել ու համապատասխան կշռված միջինը վերցնել, որ դրանով ստանալ ավելի լավ գնահատական։ Քան ուղղակի ասելով, չէ, մի հատիկ արժեք հա ու վերջ։ Այսինքն այստեղ էս posterior predictive-ը, գուշակային posterior-ը մեզ տալիս է հնարավորություն ավելի ստաբիլ չասեմ, բայց ավելի քիչ չկողմնորոշված արժեքներ տալու։ Uncertain շատ լավ բառ է այստեղ, որտեվ մի հատ արգումենտով շարժվելուց իրականում լիքը նաև աղմուկ կա, էլի, երբ որ մի քանի հատով ենք շարժվում ու տարբեր հավանականություններով, այդ աղմուկը լավ հավեսով նվազեցնում է, էլի։ Այսինքն սաղ բաշխման հետ գործանելը հաճելի ուժեղ բան է։ Մենք հեսա գալու ենք շատ ավելի պրակտիկ բանին, երբ որ ուղղակի մի հատիկ կետ ենք հեսա մեջից ընտրելու, արդեն գալիս ենք մապին։ Մապը մեր մաքսիմում a posterior-ին է։ Ըստ էության այդ posterior բաշխման մոդը նաև ամենատարածված կետը ըստ էության բանի, ամենահավանական կետը։ Այսինքն ուղղակի մաքսիմում է, էլի, եթե առանց թիթիզ վիճակագրական տերմինների ասենք։ Հայտնի posterior-ը բաշխում էր, հա։ Դե մենք բան ենք, չէ, ասում ենք p թետա, երբ որ տված է դատան, հիմա եթե ըստ էության դատան փոփոխենք, կարանք տարբեր թետայի համար հավանականություններ ստանանք, էլի։ Հա, օքեյ։ Շատ բարի։ Այն ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Հա, մեկը ստեղի չի ասցի, որ ամենաշատ հանդիպող արժեքը մաքսիմումն է անում։ Հա, ուղղակի ոնց որ
մոդը իրան մենք բան ենք կարող, պես ասենք, ունենք 3, 5, 2, 3, այս տվյալների մոդը սահմանվում է որպես ամենահաճախ բան, չէ՞, սահմանումն է ուղղակի Հա, 3։ 3-ն է։ Հիմա դիսկրետի դեպքում այդ հեշտ է։ Հիմա իսկ ինչ անել բանի դեպքում, անընդհատի դեպքում։ Ոնց որ ամենահաճախ հանդիպող կետը ըստ էության իր անալոգը դառնում է ամենահավանական կետ, էլի։ Այս ուղղակի Հա, սահմանում է։ հա, հասկացա։ Ըհը, ընտիր։ Ու հա, էլի լավ տեղին հարցեր։ Մենք առաջի դասին ինձ թվում է այս պահը լավ չենք նշել, ինչքան հիշում եմ։ Երրորդ, հաշվարկը իրականում նույն ավանդական ձևանմուշն է, նույն template-ը։ Ունենում էինք մեր մոտ ստեղ log likelihood-ը, մի հատ էլ իրան ավելանում է այս մեր prior-ը լոգարիթմով։ Եթե միանգամից գնում ենք ոնց որ log likelihood մաքսիմիզացնելու, էլի, ինչը շատ ավելի պրակտիկ է։ Իսկ այստեղ ուղղակի ավելացավ այսպես մի հատ կետ։ Այս որ ստեղ ավելանում է մի հատ ինչ որ բան, հիշում եք որ սա ասում էինք սխալանքն է տվյալների ըստ էության, կարենք ասենք որ MS-ի նվազացնել կամ cross entropy-ը նվազացնել։ Ստեղը մի հատ բան ավելացավ, որ ուղղակի պարամետրից է կախված։ Սա մեզ բերում է դեպի ռեգուլարիզացիա կոչվող դաշտ մեքենիկական ուսուցման, բայց հեսա դրան կանդրադառնանք։ Ես մեր մոտեցումը ստեղ ինչն է լինում, որ էլի բռնում գրում ենք մեր log posterior-ը, իրան բռնում ենք, ածանցում ենք, արմատն ենք գտնում, իսկ զրոյ ենք հավասարացնում, ստանում ենք բանաձևը, ուրախանում ենք։ Ըստ էության դա է։ Չենք կարա բան անենք, անիչը։ Չենք կարա հաշվարկով գնանք, օպտիմիզացիայով ենք անում, այնտեղ gradient ascent ենք անում կամ ինչ որ ուրիշ բանաձևային բաներ։ Բայց հա, մեր մոտեցումը դա է։ Ու տենց կարանք ստանանք ոնց որ այդ մեր բանի մաքսիմումը։ Կարանք նաև փորձենք ստանալ այդ posterior-ի միջինը, դա էլ է ավանդական լավ մոտեցում։ Կարանք փորձենք աշխատել ամբողջ այդ Բայեսյանի հետ, այսինքն չվերցնենք այս բաշխումից ինչ որ կոնկրետ կետ գտնենք, սաղ բաշխումը փորձենք պահել, բայց այդ կակրած գալիս է այդ հետարքիր research-ի ճյուղերի բանին ավելի շուտ, էլի։ Չնայած բաներ կունենանք, որոնք որ տենց լավ բաշխումների հետ են աշխատում, ասենք Գաուսյան process կոչվող բանը, հələ չգիտեմ ինչքան կարող իրան կանդրադառնանք, մի քիչ օպտիմիզացիայի ժամանակ ենք կանդրադարձել։ Բայց հա, այս մեր process-ը։ Այստեղ կնա մի քիչ այս կտորը գալ։ Այստեղ ինչ որ բաներ դետալներով որ կա, չեմ ջնջել իրանց, այն մտքով որ թող ավելի շատ բան լինի սլայդերում, քան ծածկում ենք։ Բայց եկեք այս բանին գանք մի հատ օրինակով ուղղակի մի հատ թեթև նայենք ու հետո այս օրինակը կօգտագործենք մեքենիկական ուսուցման միացնելու կոնտեքստով։ Հիմա մենք կարող ունենանք, ասենք տվյալները մեր գալիս է ինչ որ նորմալ բաշխումից, մյու միջինով ու սիգմա 0 քառակուսի բան վարիացիայով, այստեղ սիգմա 0 ենք գրում, որտեղ ասում ենք դա գիտենք իրան։ Համար հենց սիգմա 0 եմ գրում, որ միանգամից իմանանք իրան գիտենք։ Ու հիմա ըստ էության մենք ասում ենք մեր տվյալները գալիս է ինչ որ այսպես կետից ու ինչ որ այսպես այս կետով միջինով ու այսպես վարիացիայով բաշխումից։ Հիմա ինչ եթե ունենք ինչ որ հավատք, թե այս միջինը որտեղից է գալիս։ Այսինքն ոչ թե լրիվ օդից է միջինը գալու, այլ ինչ որ պատկերացում ունենք։ Օրինակ ասում ենք մեզ թվում է այս միջինը ինքն իր հերթին գալիս է նույնպես նորմալ բաշխումից, ասենք ինչ որ m ու tau քառակուսի պարամետրերով։ Պրակտիկայում հավանաբար կասենք օրինակ 0 ու tau քառակուսիով։ Այս դեպքում պետքա գանք էլի գրենք log posterior-ը, այստեղ կլինի մեր ավանդական log likelihood-ի կտորը, կոնստանտի կտորները են p բան, են 2p արմատ եւ այլն։ Դրանք գցում ենք մի կողմ, կոնստանտի մեջ են մտնում։ Այս սրա մեջից էլ ստանում ենք այս կտորը sigma - m քառակուսի բաժանած 2 tau քառակուսի։ Այդ են էքսպոնենտի մեջի կտորներ, էլի մեր մոտի։ Հիմա եթե սա փորձենք ածանցել ու 0-ի հավասարացնել, կստանանք այսպես մի հատ բանաձև։ Այստեղ էս n-ը բաժանած sigma 0 քառակուսի բաժանած այդ նույն պատմություն գոնած 1 բաժանած tau քառակուսի բանման, եկեք հեշտության համար ուղղակի սա եթե բան նշանակենք, մոռացա տառը w նշանակենք կամ w, եթե ուզում ենք ճիշտ լինել, երկու հատ v-ը, երկու հատ չի։
W անգամ x այս է լինելու, սա էլ կարանք համոզվենք, որ այս մյուսն էլ 1 - w անգամ m-ն է։ Այսինքն սա ինչ է նշանակում։ Մենք ըստ էության ասում ենք այս x-ի միջինը կարող լիներ ավանդական գնահատականը, եթե չունենայինք ընդհանրապես բան։ Հավատք, որ գիտես ինչ գալիս է ինքը m տau քառակուսի ինչ որ ուրիշ բաշխումով բանից։ Այսինքն եթե ոչ մի նախնական պայման չունենայինք, կարող ենք ասենք, որ ոնց որ մենք լրիվ մտածում ենք, որ ըստ այս մեր տվյալների է, այստեղ կստացվի, ոնց որ ասենք, սա հավասար է 1-ի, ու սա քաշը տանք նրան, որ մեր գնահատականը պետք է լինի միջին։ Հիմա բայց ինչ է, թե օրինակ մեր միջինը ասում է, չգիտես ինչ դու 4.5 ես, բայց մեր սկզբնական հավատքը ասում էր, որ միջինը գալիս է բանից։ Օրինակ 0 ու ինչ որ սիգմա 0 քառակուսի բանից։ Այս դեպքում մենք մի քիչ այս 4.5-ը պետքա ձգենք վերենք դեպի 0-ին, չէ՞։ Ոստեղ կակրաս մենք ստանում ենք շատ սիրուն առնչություն, թե ոնց է սա արտահայտվում որպես կշռված միջին։ Ինչքան շատ քաշ տալիս ենք այս սրան, այնքան ավելի էական է դառնում MLE-ի կտորը, ինչքան շատ քաշ տալիս ենք այս մեր ունեցած նախնական հավատքին, այնքան ավելի բան է դառնում այդ մեր սկզբնական պատկերացրած, ասենք, որ ասում ենք 0 է։ Ոստեղ նաև նկատենք, որ այստեղ որ տվյալներ կան, այս տվյալները եթե տենց գնան ձգտեն դեպի անվերջի, այս արժեքը ձգտելու է դեպի 1-ի։ Այսինքն ինչքան շատ տվյալներ տեսնենք, այնքան շատ մեր հավատքի թարմացությունը լինելու է ըստ տվյալների։ Մեր նախնական մտածածը կորելու է գնա։ Այսինքն map անելը դառնալու է ուղղակի ավանդական ML-ի անել։ Մյուս կողմից, եթե մենք տենց շատ վստահ լինենք, որ չգիտես ինչ հաստատ ինքը գալիս է այս m բանից, օրինակ միջինի համար կարող գնահատենք, ասենք մեզ թվում է իր բաշխումը սենց է, այս դեպքում տենց ինչ որ չափով ուժեղ ենք հավատում, բայց դες չի շատ ուժեղ մտածում ենք, որ հենց այս արժեքն է, բայց եթե օրինակ այս տau քառակուսին փուճուր լինի, այսինքն ստացվի մենք մտածում ենք, որ ինքը գալիս է այս սենց բաշխումից, այսինքն ահա որ ձևի վստահ ենք, որ ինքը m իր արժեքը m պետք է լինի, ոչ թե տվյալների միջին։ Այդ դեպքում այս տվյալների միջինը կարող անտեսվի գնա ու այս մեր map անելը ուղղակի մեր տվյալներից տեսածը անտեսի, մտածմենակ ըստ մեր նախնական հավատքի բանանի, էլի։ Այսինքն կարանք իրան եթե բանի օրինակին բերենք, այն բժշկի օրինակին բերենք, կարանք պատկերացնենք, որ ասենք մենք նախնական հավատում էինք, որ 85% դեպքերում է բժիշկը ճիշտ, հետո ինքը բռնեց ու բան արեց։ Միլիարդ հատ օպերացիա արեց, միլիարդն է ճշմարիտ։ Այդ դեպքում ժողովուրդ արդեն կհավատաք, չէ՞, որ 100%-ի է մոտ իր ճշմարտությունն է, 85-ը արդեն այդքան եղանակ չի փոխի։ Մյուս կողմից, եթե բժիշկը ասենք 10 հատ արել է, 10-ն հաջող է եղել, բայց մենք այն որ մի այլ կարգի վստահ ենք, որ իրականում 85% է լինում իրենց հավատքը, իրենց բան ճշտությունը, այս 10-ից 10-ը այդքան շատ տարբերություն մեզ չի տա, էլի, եթե մենք շատ վստահ ենք այդ մեր նախնական արժեքի վրա։ Եթե սիգմա քառակուսին շատ փոքր է, այսինքն մենք ահավոր վստահ ենք, որ ինքը m է, սա կոնցենտրացված է այս m-ի մոտ։ Ու այտենց անգլերեն ասած trade-off է ստացվում, էլի, այսինքն մեկը մյուսին դեպի քաշումը, ինչ որ ձև իրեն գալիս են բալանսի։ Այսա սա սիրուն միացնելու ենք ML-ին։ Այստեղ մի հատ է սլայդ, որը որ չեմ ջնջել, որովհետև մեջ է Jeffrey Pryor-ներ արտահայտությունը կա ինչ որ Pryor-ների տեսակ, որ պարամետրերը փոխում ես, իրանք մեկա չեն փոխվում, կախված են Fisher-ի ինֆորմացիայի հետ, բանման սրանք ոնց որ մենք չենք բռնի ուսումնասիրենք, բայց նաև ուզում էի զուտ անունը գոնե մի անգամ լսեք, որոնց որ շատ հետաքրքիր է, այս գրի Jeffrey Pryor ու ուսումնասիրելով գնա առաջ, իսկ մենք կգնանք առաջ ուղղակի սլայդը sense թերթելով ընկով։ Այս choosing the priori մասին էլ ասակ խոսանք, արդեն կոնկրետ օրինակով։ Բայց հա, գանք փորձենք կպցնենք ML-ին արդեն։ Ու sense մի հատ լավ վերնագիր, որ այս prior-ները այդ ուղակի պատիժներն են, penalty-ներն են թաքնված։ Ինչ իմաստով ենք պատիժ ասում։ ML անելուց այս ML-ի վաղ շատ ավելի մանրամասն կծածկենք իհարկե, բայց կարողանում ենք ունենալ խնդիր, երբ որ
Եթե մոդելը չափից շատ ճկուն է լինում, պատկերացրեք, ասենք, այս իմ տվյալներն է, ասենք այսպես կարող լինեն, բայց քանի որ տվյալների մեջ աղմուկ կա, կարող է ինչ-որ տեղ այսպես եղել մի բան, ինչ-որ տեղ այսպես։ Հիմա նորմալ մոդելը, ասենք, եթե ինչ-որ քառակուսային բանով փորձենք մոտարկենք, ահա կլիներ։ Հիմա շատ ճկուն մոդելը կբռնի ուղղակի անգիր կանի ամեն ինչ այս տվյալներում ներառյալ աղմուկը։ Ով ինքը արդեն այսպես գնահատի։ Հիմա ո՞րն է ավելի լավ մոդել։ Ըստ տվյալների, այսինքն եթե մենակ այս տվյալները նայեմ, այս շագանակագույնը պրակտիկ ու այն թե հետո երբ որ օգտագործելու ունենք, որ ավելի օգտակար կլինի։ Միանշանակ այս քառակուսային, որտեվ ստեղ օրինակ եթե այս կետում գուշակություն անեմ, ինքը կգուշակի այստեղ -2 օրինակ, էլի ինչա աբսուրդ է։ Բայց ինքը սենց եկել է ճզմզվել է նրա խաթր, որ կարողանա այստեղ թռնի այս մեր աղմկոտ կետի հարցը լուծի։ Սա շատ վատ է։ Մենք կուզենք ավելի շատ բերենք նրան, որ հա, էլի բռնի տվյալների համար իդեալական գուշակություն է, այսինքն հա, փորձի սրա համար լավ գուշակություն տաս, եթե այստեղ մի հատ ինչ-որ վատ կետ է հանդիպել։ Մենք չենք ասում անտեսի այդ կետին, բայց նաև իրան ուզում ենք ինչ-որ ձև բերենք նրան, որ պետք չի սենց շատ ճկուն ֆինտիվ լուշկեք անես, անիմաստ է, վատ է։ Այդ աղմուկ անգիր անելուն անվանում ենք overfitting, երբ որ տեսած տվյալների վրա շատ լավ է աշխատում, մի քիչ չտեսած տվյալ ենք տալիս, ստանում ենք հոп, ոչ մի բան էլ չի հասկանում։ Բայց հիմա այդ էֆեկտին հասնելու համար մեզ ի՞նչ է պետք անել։ Այսա ունենում ասենց մեծ ճկունություն, որտեվ եթե իրան գրենք որպես ասենք պատկերացնենք բան, արգումենտներն են ինչ որ θ1 x1 գումարած θ2 x2 θ3 x3 եւ այլն եւ այլն, կամ չէ, լավ, եկեք թող մի հատիկ x լինի, ուստեղ գրեմ իրան որպես տարբեր աստիճաններ, ասենք x, x-ի քառակուսի, x-ի խորանարդ, գումարած ինչ որ բան x-ի 4 եւ այլն։ Հիմա եթե x-ի 2, x-ի 3, x-ի 4-ը 0-ներ լինի, կստացվի, որ իմ մոդելը ուղղակի ուղիղ գիծ է, չէ՞։ Այս x քառակուսու արգումենտին եթե գործակցին եթե 0 չդնեմ, մնացածը 0 դնեմ, կստացվի պարաբոլ եմ ուզում բանը։ Այսինքն սրանք 0-ին ինչքան ավելի մեծ թվեր են, այնքան ավելի ստացվում է խորանարդային ազդեցություն ունի, 4-րդ աստիճանի ազդեցություն ունի, այնքան ավելի ինքը կարողանում է սենց խառը-խշտիկ փոփոխություններ անել, որտեվ մեծ թվերի հետ է բազմապատկվում։ Մեծ թվերի աստիճանների են, թվերի մեծ աստիճանների հետ է բազմապատկվում, դա էլ շատ է զգացնել տալիս։ Այսինքն եթե մենք ուզում ենք, որ մոդելը լինի ավելի կոնսերվատիվ, պետք է ասենք, գիտես ինչ, արի փորձի 0-ի մոտերքը լինես, էլի։ Եթե պետք չի 0, ոնց որ եթե կարա 0-ի մոտերքը լինելով աշխատա, 0-ի մոտերքը եղի։ Առանց անհրաժեշտության մի գնա 0-ից հեռվացի։ Այդ գաղափարը մենք դնելու համար հաճախ մտցնում ենք բանի գաղափար, որ ասում ենք թող մեր լավագույն թետան լինի ոչ թե այս մեր սխալանքի մինիմումը, այսինքն ոչ թե ասենք fx մինուս fx-ի մինուս y-ի քառակուսի սրան նվազեցնող բանը, այլ նաև հաշվի առնենք, թե իր պարամետրերը հենց ինչ են։ Օրինակ համար բռնենք պարամետրերը գումարենք իրար, քառակուսիները կամ բաները, կամ բացարձակ արժեքները, հենց որ ուղղակի տեսնենք 0-ից ինչքան մեծ են, էլի։ Ինչ որ պարամետրով։ Օրինակ այս լամդան եթե լինի 0, կստացվի ինչքան մեծ ուզում ես պարամետրերը դիր։ Այսինքն ստացվի, որ իրան չենք պատժում այսինքն ինչ որ բաներ անելու համար։ Մյուս կողմից թետան եթե շատ մեծ դնենք, կստացվի, որ հենց իր գտած գործակիցները մեծոտ են, միանգամից հոպ ստացվում է, որ բան եղավ։ Այստեղ ստացվեց շատ մեծ թիվ, դա էլ վատ է, որովհետև մենք մինիմում ենք ուզում գտնենք, այդ դեպքում ինքը կփորձի պարամետրերը փոքրացնել։ Հիմա այս լամդան թե ինչ կընտրի, ինքը արդեն բանի հարց է, կրկին այդ trade-off-ի հարց է, էլի։ Մեզ ինչը ինչքան կարևոր է։ Մեկը ձգում է դեպի եղած տվյալների վրա, այդ սովորելու համար նախատեսված տվյալների վրա իդեալական պայլաձև, մյուսը ձգտում է դեպի հասարակ լինել մոդելի։ Ու կոմպրոմիս է, թե ոնց իրան ընտրել։ Այդ հետո շատ կտեսնենք, թե ոնց են ընտրում բանման, բայց այս պատժելու բանի տեսանկյունից, եթե մենք վերցնում ենք պարամետրերի քառակուսիներն են գումարում, իրան անվանում են L2 loss, դե որտեվ L2 loss-ն է սակակրաս, էլի, առաջի դասերից եթե կհիշեք։ Իրան նաև անվանում են reach։
ridge, որովհետև իր բանի մակերևույթը եթե նայենք, սխալանքի sense անգլերենով սն ridge-եր են ասում, sense ridge-ոտ բան ալնում, կամ L1-ի դեպքում եթե առաջի կարգ ենք վերցնում, այսինքն բացարձակ արժեքներն են գումարում պարամետրերը, իրեն անվանում են լասու։ Իրան էլ L1 են ասում։ Այս լասուն էլ հապավում է, հետո իրան կբացենք, հիմա գլուխները չտանեմ։ Ու այս երկուսի էֆեկտներն էլ են, որ իրանք ձգում են պարամետրերը դեպի զրոներ։ Լասուի հյուրատկությունն է, որ ինքը իրան ձգում է դեպի իդեալական հենց կոնկրետ 0, ridge-ը հիմնականում ձգում է դեպի 0, բայց ասենք ոչ իդեալական 0, ասենք 001, 003 եւ այլն։ Բայց սա ոնց որ թեթև ակնարկ, թե ինչ ենք հետո ML-ից անելու։ Գաղափարի տեսանկյունից սա օքեյ է։ Իսկ հայտյան ինչ որ օրինակներ կար, օրինակ չգիտեմ, ինչ որ տարբեր ենք էլի, որտեղ որը օգտագործենք։ Որտեղ ինկատնեք, որտեղ L1, որտեղ L2։ Հա, էլի որ քեյսում օրինակ L1 վերցնենք, որտեղ L2 վերցնենք։ Այդ օրինակներ կան պայման, ու սա շատ լավ հարց է, ուղղակի այդ արդեն լրիվ մաքուր ML-ի հարց է, էլի։ Այնտեղ կախված է լինում մեր ունեցած թիրախից, էլի, եթե օրինակ ուզում ենք ստանանք մոդել, որը որ քիչ սյուներ, քիչ ինֆորմացիա է օգտագործում, այսինքն ավելի քիչ պարամետրերի վրա է հույսը դնում, այսինքն ինչ որ պարամետր ուղղակի անտեսում է։ Ուրեմն կուզենք ստանանք նայս մոդել, որտեղ ինչ որ գործակիցների համար, ասենք x3-ի համար գործակիցը եղել է կոնկրետ 0։ Եթե այդպես մոդել ստանանք, ուղղակի x3-ը կարող ենք ջնջենք մեր տվյալներից, ստացվեց մի սյուն պակաս ունենք։ Մենակ այդտենց էֆեկտ ստանում ենք լասուի շնորհիվ։ Այսինքն ֆիչերների ինտրուդյուն անելու համար կարող ենք լասու օգտագործենք։ Եթե մեզ ուղղակի պետքա փոքրացնել պարամետրերը, կարող ենք գնանք L2 օգտագործենք։ Այդ որպես ինչ որ ոտի վրա օրինակ էլի։ Բայց այս ամեն ինչը ML-ի թեմաներն է, էլի, համով ֆունդամենտալ ML-ի կտորն է, որ պետք է անենք դեռ։ Ուժորտ այս process-ին անվանում են ռեգուլարիզացիա, էլի։ Դետալներ բաման ամեն ինչ հետո, ուղղակի մենք ստեղ ոնց որ եթե գանք բերենք այս դասին, սա շատ նման է նրան, որ մենք ասում ենք նախորդ դասին ML-ի ժամանակ այս այնք, չէ՞, եկեք այս գույնը փոխեմ, դե ինչ որ վատ բանի համար է այս գույնը ընտրել։ Եկեք այդ կամ նորմալ գույնի, այդ կարևոր բան է, պետք է ժամանակ ասեի դրա վրա, կներեք։ ML-ի դեպքում մենք ասում ենք ունենք ինչ որ x-ից x տվյալներ, թետայով ինչ որ գիծ ենք գծել իրենց համար ու կա ինչ որ աղմուկ, մենք ասում ենք մեր տվյալները գայս է ստեղից։ Այսինքն ասում ենք տվյալները գայս է n x i թետա tt էպսիլոն բաշխումից էպսիլոնը մեր աղմուկն է ու էս էլ մեր տվյալներն է։ Հիմա եթե ասենք, գիտեք ինչ, ինձ թվում է այս բանը գծի պարամետրերը, այս թետան իրականում 0 միջինով նորմալ բաշխումից է գալիս ու ինչ որ տաու քառակուսի վարիացիայով։ Այսինքն մենք նախնական հավատք տանք, ասենք մեզ թվում է պետքա փոքր լինի պարամետրը, ինչ որ 0-դ բաներ պետքա լինի։ Ես միշտ որ ասում եմ փոքր, հասկացեք բարձրացակ արժեքով փոքր, էլի։ -500-ը նույնն է ինչ 500-ը մեր համար այս կոնտեքստում, էլի, բարձրացակ արժեքով փոքր։ Հիմա մենք իրան ասում ենք ինձ ասել էին, ես ինչ որ նախնական պատկերացում ունեմ, ինչ որ զգացողություն է մեջիցս, որ պետքա 0-ի մոտիկ ինչ որ արժեքներ լինի։ Այսա որ անում ենք, ու այս process-ով անցնում ենք, գալիս ենք նրան, որ այս map-ով թետան մեր մոտ լինում է ուղղակի այստեղ միջին քառակուսային շեղումի կտոր, գումարած 1 - 2 տաու քառակուսի ու այստեղ սիգմա 2 քառակուսի։ Հիմա եթե այսրա անունը դնեմ լամդա, ես ուղիղ եկա ռեգուլարիզացիայի գաղափարին։ Ես եկա միանգամից ridge regression-ի գաղափարին, լրիվ միանգամից։ Ոստեղ եթե ես օրինակ ասում եմ ինձ թվում է 0 է, բայց իմ տաուն ասենք իմ ստանդարտ շեղումը շատ մեծ է, այսինքն ես 0-ի առումով վստահ չեմ։ Սա ստացվում է, որ ստեղ բաժանում է մեծ թվի վրա, այսինքն ստացվում է 1 բաժանած 1 թիվ, այսինքն լամդան փոքր թիվ է, այսինքն ես իրան քիչ եմ պատժում 0-ից շեղվելու համար։ Բայց հակառակ է, թե օրինակ ստեղ տաու քառակուսին շատ փոքր թիվ լինի, կստացվի ես իմ հավատքը այս տեսքի է։ Ես ահագին վստահ եմ, որ պարամետրերը պետքա 0-ի մոտիկ լինեն։ Եթե կստացվի, ես իրան շատ եմ պատժում ու իրան շատ եմ ասում, չգիտես ինչ արի հասարակ մոդել եղի։
Ոստեղ այսինքն այս մաքսիմում a posteriori մոտեցումից մենք եկանք լրիվ իրան ուղիղ միացրեցինք ridge regression-ի գաղափարին, maximum likelihood ներողություն։ Ռեգրեսիա անել քառակուսային լոսի L2 լոսով ռեգրեսիա անելու գաղափարին։ Եկավ ինքը ուղիղ կպավ միանգամից։ Երբ որ ridge regression չենք արել, շատ ոգևորիչ չի դա, բայց այն որ էլի նախորդ դասին փորձում էի ձեզ համոզել, որ հավեսա, էս էլ է այն նույն հավեսի ժանրից, որ կոնկրետ եկավ մաքուր տեսական բանի կպավ։ Օթից չի։ Գաղափարը ինտուիտիվ է, եթե հատկապես մի քիչ լավ բացատրեի ու մի քիչ ավելի հենց սրա վրա կենտրոնանում։ Գաղափարը շատ ինտուիտիվ է։ Պատժի արժեքները ինչ որ պարամետրով քաշտու իրանց, ասա ինչքան մեծ եղեք, այնքան շատ եմ ասելու դուք վատնեք, ինքը ստիպված ասի չի արի բան լինեմ, էլի, արի փորձեմ ինչ որ ավելի հասարակ գծերով գուշակեմ, բայց էլի փորձեմ լավ գուշակեմ, որովհետև համսա պետքա փոքր լինի, համսա պետքա փոքր լինի։ Բայց արի ուտես այդ ուղիղ գալիս է մապից։ Այս ridge regression-ն էր։ Բանի regression-ը անիչա։ Հա, մի խոսքով Gaussian prior ընտրելը, գալի նույնն է ինչ L2 ռեգուլարիզացիա անելը, այս մոտեցումով գանք մի հատ մյուսին։ Եթե մեր prior-ը ասենք ոչ թե գալիս է Gaussian բաշխումից, այլ ասենք գալիս է Laplacian բաշխումից, Laplacian բաշխումը ունի այսպես տեսք։ Այստեղ այսպես սիրուն ավելի տենց կոր, ավելի անգլերեն ասած smooth ողորկ բանի փոխարեն sense ավելի կտրուկ է։ Իրա բանաձևի մեջ էլ այստեղ ոչ թե ունենք քառակուսային անդամ, այլ էլի 1 բաժանած ինչ որ 2b y-ի մինուս թետա բաժանած b։ Առանց ինչ որ բանի քառակուսում։ Երբ որ այս-ը ենք ընտրում որպես prior, ավտոմատ գալիս ենք այս սրան։ Ուստեղ էլ տեսեք, որ ինքը 0-ի մոտ sense լավ կտրուկ ռեսկի գնում է այն կողմ, ինչը նաև ուրիշ ինտուիցիա է նրան, թե ինչի է L1 ռեգուլարիզացիա անելուց հաճախ պարամետրերը գալիս sense ուղիղ 0-ներ կանգնում։ Այստեղ մի հատ ուրիշ էլի ավանդական գրաֆիկ կա, որ դա ցույց է տալիս, թե ինչի է մեկի դեպքում գալիս ուղիղ 0-ների, ինչի դեպքում ավելի տենց փոքր թվերի, բայց այսան հետո կանդրադառնանք։ Հիմա ուղղակի կլոդը գրաֆիկը գծել էր, ձևս չգնաց ջնջեմ, որովհետև լավ գրաֆիկ է։ Բայց հա, Lasso ռեգրեսիան էլ կամ L1 ռեգրեսիան էլ գալիս է ուղղակի Laplacian prior ընտրելուց։ Դա էլ մյուս վաուն։ Այստեղ մեկ էլ մի հատ տենց ոնց որ բան է դրած, ինչա նշանակում ուղղակի համապատասխանությունները, էլ սրան նորմալ չկարդանք։ Հետագայում էլաստիկնետ էլ կանցնենք, այդ Gaussian ու Laplacian-ը միասինն է, երբ որ համ ըստ L1-ի ենք, L1 նորմով ենք պատժում, համ L2 նորմով։ Բայց հա, ու նաև ոնց որ եզրափակելու համար կարող խոսանք, որ որպես այդպեսին կարող պատկերացնենք, որ վիճակագրությունում կա երկու մոտեցում, երկու պերսպեկտիվա։ Մեկին անվանում են Bayesian մոտեցում, երբ որ դու ասում ես պարամետրերը ունեն բաշխում։ Եկեք սկսենք ինչ որ նախնական ընտանիքից։ Ըստ տվյալների թարմացնենք մեր բաշխման մասին պատկերացումը։ Bayesian-ը այդ ըստ բաշխումների մոտեցումն է։ Ու կա frequentist view-ն, որ ասում է, չէ, պարամետրերը ֆիքսած թվեր են։ Եկեք իրանց գնահատենք, ստանանք կոնկրետ այդ թվերը ինչ է։ Երկուսն է շատ valid մոտեցումներ են։ Չես կարող ասես Bayesian-ը ավելի լավն է, քան frequentist։ Այնտեղ պետք է արդեն կոնկրետ օրինակների վրա, այդպես կոնկրետ լավ դաժան կռիվ անել։ Սիրուն բանն է, որ իրանք հաճախ լավ բան են անում, միասին նույն բանին գալիս բարիշում են։ Օրինակ համար frequentist-ի ridge regression-ը նույնն է, ինչ Bayesian-ի Gaussian prior-ները։ Այս մապը ոնց որ այս երկու աշխարհների միջև բան է կառուցում, էլի, կամուրջ է կառուցում, ասենց ասած։ Հա, այստեղ մի հատ երկու հատ օրինակ էի դրել, թե overfitting-ը ինչ տեսք ունենում միանից, թիթիզ խառ օրինակ ու բան, տեսած տվյալներ, չտեսած տվյալներ բանան, բայց այս արդեն գաղափարի մակարդակով ինչքան խոսացինք հերիքա, մնացածը եմելի ժամանակ արդեն նորմալ տեղին կանցնենք, էլի։ Այս ոնց որ անգլերենով մի հատ շատ լավ բառ կա, ասում է foreshadowing, ոնց որ ուղղակի ստվեր ենք գցում, հետո արդեն ամբողջ պատկերը կտեսնենք, էլի։ Հարցան
սայնս հետո վիճակագրության էլի թեմաներ կան, թե մերավեր Ահա, ստացում ենք։ անպայման, չէ, իրականում ես էլ եմ այդ մտածում, այն օրը պլանը փորձում եի կազմեի, ինչ որ օպտիմի պես է մոտս լինում, էլի, որ մտածում եի օպտիմը մի քանի շաբաթում արագ անենք, հետո ասում եմ, էլ մեկը երբ ենք sense դասընթաց անելու, եկեք պրոստը ինչ գիտեմ, փորձեմ պատմել, մի քիչ մեծացել, ճորո բանա դարել, թեմաներ ա դարել, սպասեք ցույց տամ։ Այս պայդրությամբ մենք հիմա 6-րդ լեկցիայի վրա ենք, հեսա։ Այստեղ մեկ էլ բան կա, 00 plan, այսպես մի հատ ֆայլ կա, այս աղը ինչը GitHub-ում կա, էլի։ Այս պայդրությամբ ոնց որ առանձին 15 հատ լեկցիայի միտք կա, թե ինչա կարելի անել։ Հաջորդ դասին հեսա, այս պլանը կարող մի քիչ ավելի սինխրոնիզացիայից դուրս լինի։ Չէ, ներողություն, ճիշտ է։ Հաջորդ դասին խոսալու ենք նրանից, թե որ բան։ Իրականում այդ որ ասում ենք թետա, այդ թետան է տվյալներից է գալիս, այսինքն ինքն էլ է իրականում պատահական մեծություն ու խոսանք ինչ որ սիմուլյացիաներից, թե ինչ ձևով կարելի է ստանալ այդ պատահական մեծություն գնահատականներ բանման։ Հետո գանք confidence ինտերվալների։ Եկեք կակրաս որպես առիթ պլանը ներկայացնեմ, էլի ինչ եմ մտածում։ Գիտեք, ինձ նես չի որ ասում սենց ալինելու լրիվ ծերից ծերը բովանդակությամբ ենք շարժվելու, բայց ամեն դեպքում էս պայի թիրախն է, էլի։ Հետո գալու ենք բանի գաղափարին, confidence ինտերվալների, որ ասում ենք տվյալները այս գծով են գալիս, բայց պլյուս մինուս այսքան ինչ որ մի հատ տոկոս գալու ենք այդ դրան, հետո հիփոթեզների թեստավորում, հետո ասում ենք այս դեղը այսքան հավանականությամբ սենց է տտ ենթադրություն ենք անում այսենց, ժխտում ենք մեր հիփոթեզը, թե չենք ժխտում։ Այդ հիփոթեզ տեստինգը, հետո մի քիչ էլ տեստեր, հետո ANOVA ու AB տեստինգ, էս էլ էլի այդ ընտանիքից ավելի շատ չներկայացնեմ հիմա։ Հետո մի քիչ կոնկրետ ռեգրեսիոն կտոր, այսա իրականում չգիտեմ, կարող է սրանից ուղիղ անցնենք ML-ի, բայց նաև կարող մի քիչ ավելի վիճակագրական տեսանկյունից ռեգրեսիա անենք, հետո ML-ի տեսանկյունից ռեգրեսիա։ Հետո GLM-ներ, GLM-ները այդ հաջորդ բնական քայլն է ռեգրեսիայի գաղափարից հետո էլի, որտեղ ասում ենք եկեք հիմա ոչ թե ուղղակի թիվ գուշակենք, այլ թվին ավելացնենք լոգիստիկ ֆունկցիան սիգմոիդը դառնա դասի գուշակություն կամ ավելացնենք Պողոսյանյան բաշխումը դառնա քանակի գուշակություն, այդ թեման է։ Հետո մի քիչ թեթև իմի բերելու համար, որտեվ հետո առիթ չի լինելու causal inference-ի մասին, կոռելացիան, եթե ինչ-որ երկու բան կոռելացված է, չի նշանակում մեկից մյուսն է հետևում, ասենք եթե բան ձմեռը տեսնում ենք, որ չայ խմելու քանակը համ չայ խմելու քանակը ու բանը ջերուցում միացնելը աճում է, այդ չի նշանակում, որ ջերուցումը միացնում ենք, որ չայը չսառի, երկուսն էլ գալիս են նրանից, որ ձմեռա ցուրտ է, այդ այնց ինչ որ գրաֆներ, թե ինչի ինչի վրա է ազդում եւ այլն, այդ այնց ինչ որ մի քանի հատ փոքրիկ թեմաներ, ու մեկ էլ եզրափակել բանով, հա, այդ նյութի մեջ չկա, բայց մեկ էլ ուզում եմ եզրափակենք մի քիչ ավելի հավես թեմայով, թե ոնց խաբել վիճակագրություն օգտագործելով տարբեր լիքը տեխնիկաներ բանման։ Պլանը սենց է, ինչքան ժամանակում սա կանենք չգիտեմ, արդեն կախված կլինի ըստ մեր էներգիայի, ըստ նրա թե ինչքանով ոնց որ չգիտեմ, ու նաև ձեր մասնակցությունից էլի, եթե զգամ արդեն հոգնում եք վիճակից, կարելի է մի քիչ արագացնել, գնալ մի հատ ինֆորմացիայի տեսությունն անել ու անցնել HTML-ի, տեսնենք։ Այս ոնց որ իմ իդեալական սյուժետն է, էլի, եթե ամեն ինչը ծածկենք ու լավ անցնի, ես ուրախ կլինեմ։ Իսկ իրականությունը ինչ կլինի, տեսնենք։ Եթե հարց չտակ տներով են գնալու։ Հա չէ, միակ է, միջով տներով գնալը, ես այսօր տնային կգցեմ, շատ չէ, ուղղակի մի քիչ բան արեք, որ մի քիչ բզբզացեք, որ շոշափելի դառնա, էլի։ Ու հաջորդ դասը գործնական կանենք, որտեղ երկու հատ լեկցիա ենք իրար հետևից անում։ Կրկին շատ երկար չեն կանի, ու օրվա հետ կապված էլ կգրեմ, շատ հավանական է շաբաթ առավոտ անենք, բայց այդ մի հատ հստակեցվի գրեմ։ Ու հա, այս բայց հետո արդեն էլ ասելու բան չունեմ։ Գնեք, իսկ ML-ի հենց կոդ սկսել եք դուք արդեն գրել, որովհետև մի քանի դաս բաց եմ թողել, մի քիչ հետ եմ ընկել։ Հենց բուն ML ընդհանրապես չենք սկսել։ Ուղղակի ոնց որ մաթեմի ինչ կտորներ արել ենք, ML-ը մտքում ենք արել,
Հա։ Այսինքն օրինակ հիմա որ ինգլիսի բաներ էինք խոսում, այդ նես չի անցել էինք, էլի։ Կարող է ինչ որտեղ այդ foreshadowing արածն ենք արել, ստվեր ենք գցում, էլի ուղակի վրան։ Կոդի տեսանկյունից էլ մենք Python ու գրադարաններ ամենասկզբում ենք արել ու ML անելուց էլ ուղակի միանգամից կոդ գրել բանանա անելու ենք։ Իրականում նաև կարող է ոնց որ կոդային կտորի վրա կարելի ասել համարյա էլ չկենտրոնանանք էլ, որովհետև համ լավ երկարարել ենք, համ էլ այսօրվա իրականությունում կոդը գրում է այս իմ սիրելի Claude կոդը կամ ուրիշ գործիքները, էլի։ Այդ ուղակի կոդ գրելուն որպես ուղակի կալկուլյատորի պես գործիք ենք վերաբերվելու, էլի մենք։ Հասկացա, այսինքն այդտենց խորապես չեք անցնելու կոդ գրել հենց ML-ի կոդ գրելը։ Դե հենց ոնց որ կոդ գրել ես մեծամասամբ ինչ գիտեի արդեն արել ենք միասին։ Այդ դասընթացի առաջի կտորը էդ էր, էլի հենց ու իրականում մաթեմի կտորից ավելի երկար ենք արել, այս Python ու Python-ի գրադարաններ։ ML անցնելուց ծրագրավորման գաղափարներին զուտ շատ չենք առնչվելու, որովհետև Python-ի ֆունդամենտը ծածկել ենք, լիք գրադարաններ ծածկել ենք, հենց ML-ում օգտագործող գրադարաններ ծածկել ենք։ Մեզ արդեն ուղղակի լինելու է այն մակարդակի վրա, որ ասեմ, այս ալգորիթմը գալիս է այս գրադարանից, գրում ենք tt from tt։ Կամ իրականում ասելու եմ, ես չեմ էլ հիշում անգիր ոնց են գրում, արագ վերցնեմ ինչ որ տեղից copy անեմ կամ սերելի Claude-ը բռնի հենց բանը գրի, այսինքն ծրագրավորում չենք սովորելու այդ կտորից, էլի սենց ասած։ Ծրագրավորում ենթադրվում է, որ դասընթացի սկզբում սովորելու ենք։ Հիմա ուղղակի որպես արդեն գործիք, որից ձանձրացել ենք կամ գործիք, որից արդեն կոմֆորտ ենք, իրան օգտագործելու ենք մեր համով ու հետաքրքիր բաները տեսնելու համար, էլի։ Մոտավորապես այդ տեսանկյունից։ Այսինքն ես խորհուրդ կտամ ձեզ, որ եթե ուզում եք ծրագրավորման կտորը ավելի լավ հասկանալ, իմ հիմնական խորհուրդը կլինի, որ ուղղակի նախնական նյութերը նայել, էլի, որտեվ դրա պես մանրամասն միանշանակ չենք անդրադառնալու, էլի։ Okay։ Հա, շատ լավ, շնորհակալություն։ Կարեք իհարկե բանեք, էլի, այդ ընթացքում գրեք հարցերի ալիքով բանով։ Իսկ վարժությունները որ հատվածում է, որ այդ հենց Python-ից որ վարժություններ եք գրել, հայտարարությունում կա հենց Ամեն ինչ միանգամից նյութի մեջ է։ Հա։ Իսկ այս օրինակ բացելու եք առաջի լեկցիան, այնտեղ լեկցիայի վերջում լինելու է մի հատ հեսա տող բացի, լինելու է ուղղակի մի հատ սեկցիա տնային անունը, էլի։ Եթե ինչ որտեղ հանդիպեք, որ չկա գրած, այդ երկու բան է նշանակում, էլի, կամ տնային չկար այդ ժամանակ, բայց այդ ժամանակ գոնե գրած կլիներ տնային չկա, կամ երկրորդ նշանը այնա, որ բաց թողում ունեմ ուղղակի ես, այդ դեպքում կխնդրեմ ինձ ուղղակի գրեք, համ կուղամ, համ կասեմ թե այդ թեմայից ինչ անեք, էլի։ Բայց առնվազն վիդեոյի մեջ ամեն ինչ կա, էլի, մենք տենց վիդեոից կարելի ասել ոչ մի բան չի ջնջվել, էլի։ Շատ լավ, շնորհակալ։ Խնդրեմ, ու բարի գալուս դասընթաց նաև։ Դե օքեյ, դե շատ բարի։ Դե ապրեք որ միացակում ինչ վերջ մնացեք։ Կհանդիպենք այնտենց ամենայն հավանականությամբ բան, շաբաթ օրը։ Այս եղավ frequentist view-ն։ Bayesian view-ով կասեի 90% հավանականությամբ կհանդիպենք շաբաթ օրը, 10% հավանականությամբ կհանդիպենք մյուս շաբաթվա ընթացքում։ Երկու ձևով պնդումն էլ պրինցիպի ճիշտ է։ Դե լավ։ Դե ձեզ լավ օրվա ավարտ ու հաջողներ։ Շնորհակալություն, հաջողություն եք։ Ձեզ էլ հաջողություն։